Ազգային ժողովում քննարկում են 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 5.8 միլիարդ դրամ է նախատեսված եղել ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար 2024 թվականի բյուջեով։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով էլի թերակատարվել է։ 2024 թվականի սեպտեմբերին ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից հանել կեսը եւ ուղղել, ասենք, պարեկների աշխատավարձերին կամ չգիտեմ եւ այլ տարատեսակ երկրորդային ծախսերի, դա կարծեմ որ ուղիղ հանցագործություն է։ Հանցագործություն երկրի նկատմամբ։ Գաղտնի չզեկուցվող ու փակ հարցերով Ավետիք Քերոբյանի խոսքով ռազմարդյունաբերության բյուջեն 5 տարի է ինչ չի կատարվում։ Կենտրոնացած են մի քանի, այսպես ասած, PR գործողությունների վրա, բայց հասարակ բան ասեմ, ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն 5 տարի է թերակատարվում է ահռելի տոկոսով, ասենք ոչ թե 10-20%-ով, այլ 70-80%-ով զարգացման բյուջեն թերակատարվում է։ Նախ պետք է ասել, որ ունենք ինչ-որ պոտենցիալ, ես հիմա հստակ չեմ կարող նկարագրել, թե դա ինչքան է, կան օրինակներ, որ գիտեմ, որ կան եւ գիտական ինստիտուտներ եւ ինժեներներ, որոնք պատրաստ են կիրառությունից եկող խնդիրներ լուծել, իսկ կա ինչ-որ ներուժ։ Բայց հարցը մեր ներուժը չէ, ասում է Տիգրան Շահվերդյանը։ Շեշտում է, որ կարևոր է հասկանալ, թե ինչի կարիք ունենք եւ գնահատենք, թե ինչ կարող ենք անել։ Իսկ Քերոբյանը պնդում է, պետական մակարդակում անգործություն է։ Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, անգործության ավելի շուտ, առաջին հերթին եւ երկրորդ հերթին քանդող գործողությունների, որովհետեւ այն ինչ այսօրվա կառավարությունը հայտարարել է իր ռազմավարություններով, իր ծրագրերով, ուղղակի բացահայտ կերպով չեն իրականացնում, մի բան էլ դրանով պարծենում են իրենց կատարողականի ելույթների ժամանակ։ Դիմել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, հասկանալու թե ինչ քաղաքականություն են վարում ռազմարդյունաբերության ոլորտում։ Դեռ սպասում ենք արձագանքին։ Հետևեք Reopen Media-ին բաց չթողնելու համար։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։